Կաշառք տալու, ստանալու եւ դրան օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նրանցից երկուսը նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են, Սպուտնիկ Արմենիային հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է 2 ամսով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՎԵ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անառակաբարո արարք, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված լինելու հոդվածով։ Ավելի վաղ ՎԵԴ-ի մանկապղծության այս դեպքով ձերբակալվել էր քույրերի հորեղբայրը, ավելի ուշ ազատ արձակվել։ Այս գործով 2 ամսով կալանավորված են Արթուր Երեմյանը եւ Դավիթ Այնազյանը։ Դոնի Ռոստովի իշխանությունները հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմին են փոխանցել հայկական ճեմարանի պատմական շենքը որպես պատմամշակութային ժառանգության օբյեկտ։ Այս գործընթացում իր ավանդն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է հայ եկեղեցու կրթական առաքելությունը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս։ Շենքի հետագա գործունեությունը կազմակերպելու եւ վերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանն այցելել է Դոնի Ռոստով։ 4 հարկանի շենքը պահպանել է իր գեղեցիկ ճարտարապետական տեսքը, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով գտնվում է անմխիթար վիճակում։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմն ամբողջությամբ կվերականգնի կառույցն ու կվերակենդանացնի կրթական կենտրոնի պատմական առաքելությունը։ Վրաց ուղղափառ եկեղեցին ընտրել է իր նոր առաջնորդին։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք է ընտրվել միտրոպոլիտ Շիոն։ 57-ամյա հոգևորական ընտրությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդություն Մայր տաճարում անցկացված եկեղեցական ընդլայնված ժողովի ժամանակ։ Թեև միջոցառմանը ներկայ շուրջ 1200 պատվիրակ, քվեարկության իրավունք ուներ միայն Սուրբ Սինոդի 39 անդամ։ Նորընտիր պատրիարքը ստացել է 22 ձայն։ ما هر وقت که لازم باشه می‌جنگیم ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին Իրանի պատասխանը ներառում է հստակ կետեր, ուղղված շրջափակման վերացմանը եւ իրանական ակտիվների ապասառեցմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Նրա խոսքով Թեհրանի պահանջներն օրինական են եւ ներառում են պատերազմի ու զոհահենության դադարեցումը, Հորմուզի նեղուցում նավագնացության եւ տարածաշրջանում Լիբանանում կայուն անվտանգության հաստատումը։ بر اساس Բաղային շեշտել է, որ չնայած բազմաթիվ երկրներ կապի մեջ են եւ մտահոգված են լարվածության սրմամբ, պաշտոնական միջնորդների դերը շարունակում է ստանձնել Պակիստանը։ Նա նշել է, որ Կատարը եւս ունի որոշակի առաջարկներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն կողմերին։ Ըստ Բաղայի, այժմ մյուս կողմը պետք է գործնականում ապացուցի իր մտադրությունների լրջությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի էր համարել Իրանի արձագանքը Միացյալ Նահանգների առաջարկին եւ շեշտել, որ դա իրեն դուր չի գալիս։ Լատվիան բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ երկրում ամերիկյան լրացուցիչ զորքեր տեղակայելու վերաբերյալ։ Սա տեղի է ունեցել Վաշինգտոնի Գերմանիայում գտնվող ամերիկյան զինվորական կոնտինգենտը կրճատելու որոշման ֆոնին։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն նշել է, որ Ռիգան լիովին պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքը երկրում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու համար։ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի եւ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունից աստիճանաբար հեռանալուն, հայտնել է New York Times-ը։ Հոդվածում նշվել է, որ Վլադիմիր Զելենսկին սկսել է հրապարակային քննադատ Սպիտակ տանը։ Կիևի դժգոհության հիմնական պատճառները ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն ու տարածքային զիջումների հարցում Վաշինգտոնի գործադրած ճնշումներն են։ Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Վաշինգտոնը դեռևս շարունակում է Կիևին տրամադրել կենսական նշանակություն ունեցող հետախուզական տվյալներ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ հեռավար աշխատանքի Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում վառելիքի խնայողության նպատակով։ Նրա խոսքով երկիրն արդեն ունի նմանատիպ փորձ COVID-19-ի համավարակի ժամանակվանից եւ այժմ ժամանակի հրամայականն է կրկին անցնել տնից աշխատանքի, օգտագործել առցած հանդիպումներն ու տեսակոնֆերանսները տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար։
Երկրի ինդիմությունը խիստ քննադատել է վարչապետի կոչը։ Ժողովուրդը չպետք է վճարի կառավարության ձախողված տնտեսական քաղաքականության համար, հայտարարել են Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բղավել է ներկաների վրա Նայրոբիում ընթացող Աֆրիկա առաջ գագաթնաժողովի ժամանակ, երբ դահլիճում տիրող աղմուկը խանգարել է ելույթներին։ Excuse me, everybody. Hey. Մակրոնն ընդհատել է միջոցառումը եւ շեշտել. անհնար է խոսել մշակույթի մասին, երբ դահլիճում նման աղմուկ է։ Ֆրանսիայի նախագահը տեղի ունեցածը որակել է որպես անարգանք եւ ներկաներին առաջարկել, եթե ցանկանում են առանձին զրուցել, դուրս գան դահլիճից։ So this is a total lack of respect.